2025 թվականի մայիսից Սևանի տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը «Ծովեմ» երիտասարդական կենտրոնում իրականացնում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Թափոնից հրաշք» շրջանաձևությամբ ստեղծված մշակութային հուշանվերներ Սևանից ծրագիրը։ Ծրագրի նպատակն է խթանել կանաչ մտածողությունը, հոգալ շրջակա միջավայրի պաշտպանության մասին, զարգացնել ստեղծագործական ձեռներեցությունը Սևան համայնքի երիտասարդների շրջանում։ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի «Ծովեմ» երիտասարդական կենտրոնում նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարգե Մարդիսալու Կահարին դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ։ Դեսպանին ընդունեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը, Սևանի տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Սաթիկ Բադեյանը, երիտասարդական կենտրոնի շահառուները։ Այստեղ ենք դեսպանատան պատվիրակության հետ միասին տեսնելու էստոնական ֆինանսավորմամբ այս նախագիծը։ Ընդհանրապես Էստոնիայի և Հայաստանի հարաբերությունները շատ լավ են զարգանում։ Մենք ունենք բարձր մակարդակի քաղաքական կապեր, բազմաթիվ փոխայցեր, բայց առանց նման նախաձեռնությունների և համագործակցությունների, ինչպիսին այսօր այստեղ տեսանք, դժվար է առաջ շարժվել։ Մենք ցանկացանք գալ այստեղ աջակցելու այս տարածաշրջանի կրթությանը, խթանելու էկոլոգիական մտածողությունը և նպաստելու ձեռնարկատիրությանը, հատկապես երիտասարդ ձեռնարկատիրությանը։ Իսկ այն, ինչ տեսանք այսօր, պարզապես հրաշալի է։ Մենք շատ զարմացած և տպավորված ենք։ Սա չափազանց ստեղծագործ և տնտեսապես հեռանկարային նախագիծ է։ Ծրագրի շրջանակներում կենտրոնում ստեղծվել է շրջանառու տնտեսության ուսումնական լաբորատորիա, որտեղ երիտասարդները սովորել և սովորում են պլաստիկ թափոնները վերածել 3D տպագրությամբ արժեքավոր հուշանվերների, որոնք ներկայացնում են համայնքի մշակութային ժառանգության տարբեր տարրեր։ Մի քանի բաղադրիչ ուներ ծրագիրը, դա երիտասարդների ինքնադրսևորման, ստեղծագործական զարգացման ժամանակակից տեխնոլոգիաներին անհասանելիությունն էր գյուղական համայնքում ապրող երիտասարդների։ Երկրորդ խնդիրը այն էր, որ երիտասարդներն էին բարձրացրել նորից, դա պլաստիկ թափոնների անընդհատ ավելացումը տարածքում, հատկապես Սևանա լճի ափամերձ համայնք են և զբոսաշրջային սեզոնից հետո շատ են ականատես լինում այդ աղտոտվածությանը, և մյուսը ընդհանուր համայնքի պատմամշակութային բացառիկ ժառանգությունն է։ Մոդելավորման նպատակով նախ այցելել են պատմության թանգարան, որտեղ լուսանկարել են կոնկրետ օրինակ Լճաշենի հնավայրից գտած առարկաները, հետո դրանք մոդելավորել են, տպագրել են և այլն։ Ծրագրի շրջանակներից դուրս է եկել արդեն այն աշխատանքը, ինչ որ անում են մեր երիտասարդները, որտեղ իրենք այս ընթացքում արդեն այդ թիմով կարողացել են եւս 2 ուրիշ դրամաշնորհների մասնակցել եւ նորից շահել մրցանակներ, օրինակ եւս մեկ 3D պրինտեր են շահել իրենք Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայից, մասնակցելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դրամաշնորհով իրականացվող գաղափարաթոմ ծրագրին։ Դրամաշնորհ են ստացել նաև Բլեջան ՀԿ-ի Ծով Impact Hub-ի ֆինանսավորմամբ իրականացնում էր շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ ծրագիրը, որի շրջանակներում նոր սարքավորումներ են ստացել, իմաստը, որ իրենց արտադրությունը ամբողջությամբ շրջանաձև դարձնեն, այսինքն նաև արտադրական պրոցեսում առաջացած թափոնները կամ կոտրված հուշանվերները իրենք հետ են վերցնում եւ այդ նոր սարքավորումներով ստացած կրկին վերամշակում են։ Դեսպան Մարգե Մարդիսալու Կահարին ծանոթացավ երիտասարդների կողմից կատարված աշխատանքներին, երիտասարդական կենտրոնի գործունեությանը, հետագա ծրագրերին, քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։ Ծրագրի շնորհիվ համայնքի 12 երիտասարդի տրամադրվել է գործնական հմտություններ պլաստիկ վերամշակման, 3D մոդելավորման և կայուն զբոսաշրջության ոլորտներում։ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանի և դեսպան Մարգե Մարդիսալու Կահարիի քննարկումները վերաբերում էին Սևան համայնքի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, որի վերաբերյալ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։